Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանն էլ ունի անկլավ Ադրբեջանում, Արցվաշենը, իսկ Հայաստանի տարածքից ոչ ոք չի կարող հրաժարվել։ Ըստ վարչապետի դա քրեական հանցագործություն է։ Ես խոսում եմ Հայաստանի իշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում ինչպես կանոնակարգով նախատեսված է որոշ օպտիմալացումներ կլինեն, այդ կարա եւ լինի, եւ դա եթե լինի, կլինի բաց հրապարակային թափանցիկ։ Մի բան հստակ է եւ աներկբա սահմանազատման արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Փաշինյանը նաև կեղծիք է որակել այն, որ Google Maps-ում Տիգրանաշեն անունը նոր է փոխվել, դարձել Քյարքի։ Google Maps-ը կամ Google Earth-ը ինչքան գոյություն ունեցել է, տանուն է տեղ աղել։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրա մասին։ Հայաստանում Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել, բայց Ղազախը կարող է լինել Արևմտյան Ադրբեջան, ասում է Փաշինյանը։ Հետո լրագրողի ճշտող հարցին արդյոք ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում նախատեսվում է, հաստատակամորեն պնդում է, նման բան չի կարող լինել։ Տալիս եք երաշխիքներ, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվել Հայաստանում։ Այո, երաշխավորում եմ եւ դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու։ Մնալ թե չմնալ ԵԱՏՄ-ում որոշում է Հայաստանը։ Փաշինյանի համոզմամբ դա կազմակերպության մյուս անդամները չեն կարող որոշել։ Նման մեխանիզմ ԵԱՏՄ-ն չունի։ Բայց դենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Փաշինյանի խոսքով Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները Ռուսաստանին վնաս չեն։ Չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չի եւ ներգրավված չի լինելու։ Նույն կարծիքին չեն սակայն ռուս պաշտոնյաները։ Իրար հերթ չտալով մի շարք բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, օրերս Շոյգուն, հետո Գալուզինը, այժմ էլ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահն է Փաշինյանին մեղադրել Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն վարելու մեջ։ Նա նշել է, որ Փաշինյանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում միայն ֆինանսական շահի համար։ Պետք է որոշում կայացնել, մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, նշել է Վոլոդինը։ Նա ընդգծել է, ԵԱՏՄ-ն Հայաստանին տվել է ՀՆԱ-ի 2.5% ավելացում։ Հայաստանն էլ գազը գնում է 4 անգամ էժան։ Խոսելով գազի հավանական թանկացման մասին, Փաշինյանը վստահեցրել է, գազի գինը չի փոխվի։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։